Արգելական դատախազների դիրքորոշման հետ կապված դատախազների ամբողջ դիրքորոշումը հիմնված է նրա վրա, որ պաշտպանական կողմը ստեղ հանդիսատեսի համար աշխատում, իրանք էլ եկել են ստեղ մաքուր իրավաբանություն են անում։ Եթե մաքուր իրավաբանություն եք անում, անցած նիստին քննարկում էր խափանման միջոցների հարցը։ Դուք հելակ բոլոր 18-ի վերաբերյալ ասի կխուսափեն, նոր հանցանկանեն, կխոչընդոտեն։ Օրինակ իմ վստահորդի մասով առաջին ակցիանի դատարան ամենասկզբից գրել է, որ չի կարող ինքը խուսափի, որտեղ ինքնակամ է ներկայացել։ Վերաքննիչ դատարանը 2 անգամ հաստատել է, որ չի կարող նոր հանցանք կատարի, ու մենակ մնացել է խոչընդոտելը։ Եթե դուք մաքուր իրավաբանություն եք անում, հիմա ելեք ասեք, թե այդ մարդիկ ինչ եղանակով կարան գործի քննությանը խոչընդոտեն։ Այս արդեն որ երրորդ նիստն է, դուք հելում ասում եք, դուք սոփեստություն եք անում, մենք էլ ստեղ իրավաբաններ ենք, մխիթար գոշ է ստացել ենք, դա հաստատված է, որ մենք հանգստացի։ Եմ ասում չապրինա, մաքուր իրավաբանություն եք անում, ո՞նց կարան խոչընդոտեն։ Միած գործի նյութերից միած նյութ ասեք, որ այս հետևում է կարանի։ Դատական ակտերով, հիմա որ դատական ակտերով հաստատել է կատարի։ Վերաքննիչ բողոքի պատասխան բերել եք, վճռաբեկ բողոքի պատասխան բերել եք։ Նստեք։ Ուրեմն հելնեք բառ չկա Հայաստանում, բառը աշխարհի մեջ չկա։ Երևի կանոնում է հելնել բառ ընդհանրապես չկա։ Նորից եմ կրկնում, վարորդի մասնակիցներ կարգ ու կանոն պաշտպանեք, մեկը մյուսի նկատմամբ եղեք կոռեկտ եւ հանդուրժող եւ հարգալից։